Ներեք, Ռուսաստանը այսօր Ադրբեջանին արդեն պայմանավորվել են նորից էլի զենքեր են մատակարարում, այն դեպքում երբ որ մեզ գումարը մեր որ տվել են, ոչ գումարը միջև հետ չեն վերադարձնել, ոչ է զենքն են մատակարարել, ինչ որ փշրանքներ տվեցին, բայց հիմնական չեն մատակարարել։ Ադրբեջանի մատակարարում են, էլի այդ բոլոր էլի են ռուսաճորտիկների համար եմ ասում, որ շարունակում են իրաց ճղել, մենք Ռուսաստանի հետ պետք է լինենք եւ այլն եւ այլն։ Ռուսաստան ձեր գլխին անդադ խփելու է։ Ուղղակի գնացեք Ռուսաստան, թող ձեր գլխին խփի, ոչ թե մեր պետության գլխին խփի։ Հիմա այդ ավիացիան իրականում Հայաստանի համար շատ կարևոր է եւ իմ ունեցած էլի փորձագետների հետ որ խոսում եմ, այդ տեղեկություններով մեզ առնվազն 2 էսկադրիլյա կործանիչ է պետք։ Այսինքն 24 հատ, այսինքն ամեն էսկադրիլին 12 հատ է։ Մենք ընդամենը 4 ունենք, Su-30 ունենք, լավն են իրանք, բայց ընդամենը 4-ն են։ Եվ այս իմաստով իհարկե պատկերացրեք թե ինչ գումարա մեզ պետք միայն այդ ավիացիոն այդ մի բաղադրիչը ստանալու համար։ Կործանիչը իդեպ միայն ինքնաթիռների դեմ չի, ինքը բազմաֆունկցիոնալ է, ինքը նաև ցամաքային թիրախներ է խոցում եւ այլն։ Էլ չեմ խոսում դրոնների բանակը, որ պետք է մեծ քանակությամբ դրոններ, հազարավոր դրոններ, հա, որ լավ որակի նաև դրոններ։ Հիմա այդ կործանիչների պահով գրիֆոնները, գրիպենները ուրեմն 30-ից 40 միլիոն դոլար արժեն, նու ասենք եթե full complect-ով վերցնում ենք, ենթադրենք 40-ից 50, լավ 40 միլիոն եթե վերցնում ենք, մեզ պետք է ենթադրենք 2 էսկադրիլյա, լավ 4 ունենք 20, հա, տեսեք ինչ թիվ է գալիս, հա, 800 միլիոն, 800 միլիոնը 1 միլիարդ մենակ մեզ ավիացիայի համար է պետք, հա, որտեղ այնտեղ խարակից ծախսեր կա, էլի օդաչուների վերապատրաստման լրացուցիչ, որտեղ լավ, այս Su-30-ների վրա սովորած օդաչուները պետք է վերապատրաստվեն նաև, ճիշտ ավելի հեշտ է մի կործանիչից մյուս կործանիչ նստացնելը, քան 0-ից սովորացնելը, բայց մեկը այդ էլ լրացուցիչ վերապատրաստում է պետք, դա լավ լեզվի տիրապետում է պահանջում, նաև հիմիկվանից պետք է մտածեն դրա համար, մեր ուսումնական հաստատություն ունենք մենք ավիացիոն ուսումնարանը, որը պետք է այդ ուղղությամբ մտածի, որ ոչ միայն ֆիզիկա, մաթեմատիկա բան անի քննության համար, այլ նաև լեզու հիմիկվանից գոնե բազային գիտելիքներ ունենան, ընթացքում զարգացնեն, որ վաղը պետք կլինի մարդկանց, իսկ ես կարծում եմ, որ առաջիկայում արդեն կարիք կլինի նախորոք ուղարկել վերապատրաստման, որտեղ մի երկու ամսում չեն կարող վերապատրաստել, դա էլ տարի երկու տարի կարող է տևի։ Այդ վերապատրաստման ուղարկած մարդիկ լեզու իմանան, հա։ Հարցեր կա, որ հիմիկվանից պետք է մտածել լուծել։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այդ խոշոր պատվերների դեպքում այդ ծախսերը կարող է մի քիչ տատանվի, կարող է այս տարի ցածր ցուցանիշ երևա ավելի, աննշան է իրականում նախորդ տարվա համեմատ իջել բյուջեն, բայց էլի նախորդ տարվա եւ այն տարիների համեմատ շատ մեծ է եւ Հայաստանի համար էլի եմ ասում, շատ ծանր բեռ է։ Եվ դա ռազմական մրցակցությունը միշտ չի որ այդ աշճանի արդյունավետ է, եթե դու գործ ունես մի երկրի հետ, որը որ ընդհանրապես սահմանափակում չունի։ Այնքան որ մեկը իրան ծախի, ինքը առնում է։ Եվ նման դեպքում իհարկե դիվանագիտական ջանքերը շատ կարևոր են, որ այդ խաղաղության հարցը լուծվի, որ ինքը ուղղակի չհարցակվի, իսկ դրա համար նաև որոշ երաշխիքներ են պետք, իսկ դա առանց եվրոպական ինտեգրման, Եվրամիության անդամակցության դու չես կարող անես, որին զուգահեռ նաև ՆԱՏՕ-ի անդամակցության մասին պետք է մտածես, խորացնես ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, հուսով ենք Ռուսաստանը այնքան կթուլանա, որ խնդիր չի առաջանա մեր ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը։ Եվ բայց զուգահեռաբար իհարկե դու պետքա ռազմական հարցերը լուծես եւ էֆեկտիվությունը բարձրացնես։ Հիմա դուք ասում եք 2 տարուց 1.5 տարի։ Գնայք այդ 2 տարին արդյոք էֆեկտիվ էր ծախսվում։ Հիմա այդ 1.5 տարին դարձնում, բայց նաեւ ուրեմն մասնագիտական պայմանագրային հատվածն են ուժեղացնում եւ այդտեղ եթե լավ վերապատրաստեն, այդ լավ վերապատրաստում 1000 անգամ ավելի արժեքավոր է, քան կես տարի ավել պահել պարապ ինչ որ մարդկանց, որոնք որ մաքսիմում, ասենք գնում են պոստերում կանգնում են, հետո հետ են գալի հոգնած, սկի ժամանակ հնարավորություններ չունեն նորմալ պատրաստվելու։ Այդ հարցերը կոմպլեքս պետքա լուծվի եւ էֆեկտիվության արդյունավետությունը բարձրացնելու շնորհիվ հնարավոր է, այո, արդյունավետ բանակ ունենալ նույնիսկ 1.5 տարի ուրեմն ծառայության պայմաններում եւ զուգահեռաբար իհարկե ճիշտ եւ լավ զինատեսակներ գնելու որակյալ զինատեսակներ գնելու այդտեղ հարցը ոնց որ թե վերջին շրջանում կանգնած է, հա, մենք նորություն չենք լսում կամ գուցե պարզապես չենք լսում։ Ես հուսով եմ եւ ես կոչ եմ անում անպայման այդ բանակցեն հենց այդ գրիպենների ձեռբերման համար, գին որակ հարաբերության ինքը շատ ավելի լավն է։ Ադրբեջանին չեն տվել այդպիսի զենք, դրա համար աստիճան գնացել Պակիստանից GF-17 առել, այն էլ պակիստանցիները ավելի բարձր մոդիֆիկացիայի բաներ են հիմա Չինաստանից առնում։ Եվ նաև ինչ որ բաներ իրանք են սարքում էլի չինական կոմպոնենտներով, դրա համար էլ այս մի քիչ ավելի թույլ զենքերը ծախում են։ Եվ պատահական չի, որ արդեն 4-5 հատ
բերե հասրել են արդեն Ադրբեջանում ցույց տվեցին պատրաստելու սարքելու կարիք չունեն եղած է վաճառում են Ադրբեջանի որ իրանք վերազինվեն նոր աղմուկ, նոր մեղադրանքներ Փաշինյանին մեղադրում են այն հարցում, որ նա Մեղրիում, Արքարայում տարածքներ է տվել, հետո կարծես հերքվել են, դուք գիտեք որևէ բան այս թեմայի շուրջ։ Շատ լավ է որ բացահայտում եղավ եւ Հայաստանում հրապարակվեց նույնիսկ աղբյուրները, ոնց են Ռուսաստանում դա ստեղծել այդ կեղծ լուրը։ Ինչ որ թիթեռնիկ կայքեր կան, չէ՞, որ մի օրի ասեն ծնվում են, լուրը տպում են, սուտ մի երկու հատ լուրեր արտատպում են տակը, որ տպավորություն ստեղծի, որ դա լրատվական կայք է։ Այդտեղից թուրքերը վերցնում են արտատպում են, դա էլ պայմանավորված են, ադրբեջանցիները վերցնում են արտատպում են, եւ ըստեղ 5-րդ Շարասյան լրատվամիջոցները ծափ տալով սկսում են արտատպել ու տարածել։ Տեսեք, Փաշինյանը ոնց է ծախում մեր հողերը տվեց, ոնց որ 5 տարի ասում են, Սյունիքը տվին, հիմա էլ Մեղրին տվին, Մարգարայի շուրջ բոլորը տվեցին։ Հաստատվել է որ դա կեղծ լուր է։ Այո, ապացուցվել է, ոչ միայն հաստատվել է, աղբյուրներով, թելերով ցույց տվեցին, որտեղից է եկել այդ հիբրիդային պատերազմի բանն է, գիտեք։ Հիբրիդային պատերազմի համար մեր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն։ Պատրաստ լինելու համար իրանք պետք է ուսումնասիրեն ցանկացած լուր, որ տպում են։ Հա, ասենք իմ դեպքում էլ ես էլ մեկ-մեկ լինում է, ասենք ինչ որ լուր է լինում, որ արժանահավատ է թվում, կարող է այդ պահին շատ չխորանամ ստուգեմ, բայց միայն եթե արժանահավատ է թվում, հրապարակեմ, բայց հետևորդներս երբեմն ասում են, որ ոնց որ թե կեղծ լուր է եւ այլ, միանգամից հանում եմ։ Դրա համար, բայց պետքա մարդիկ ամեն դեպքում փորձեն, եթե արժանահավատ չի թվում, գոնե ստուգեն առաջինը, որտեղ այդպիսի բազմաթիվ բաներ ստուգել եմ ու չեմ դրել, տեսել եմ, որ կեղծ լուր է։ Բայց երբ որ նաև, գիտեք, այդ հիբրիդային պատերազմին միանում են նաև մարդիկ, ում ես համախոհ եմ համարել, շատ իմաստներով համարում եմ նաև հիմա, հա, ովքեր եվրոպական ինտեգրման ջատագով են եւ այլն, դա արդեն մի քիչ զավեշտի է մոտենում, ինչ անշնակում դնես տարածես, որ բանը Ռոբերտ Քոչարյանը որ գնաց Կիրիենկոյի հետ հանդիպեց, Կիրիենկոն իրան ընդեղ ասել էր, հույս չունենաք, մենք Նիկոլ Փաշինյանին ենք աջակցելու, դու էլ մոմ էր պահում, հա, երևի ինձ այդ խոսակցության ժամանակ։ Ու դրանից հետո Քոչարյանը գալիս ասते հայտարարում է, որ ես մասնակցելու եմ նախընտրական արշավի ընտրությունը, ընդ որում իմ դեմքով։ Ուրեմն Կիրիենկոն իրան ասում է դու հույս չունենաս, ես Քոչարյանն եմ պաշտպան, բանը Փաշինյանն եմ պաշտպանելու։ Քոչարյանը գալիս ասում է, ես մասնակցելու եմ։ Էդ էլ տրամաբանություն է, էլի այդ մարդկանց, ասենք շարանել կա, շարալանել, չափ ու սահման կա, էլի։ Հիբրիդային պատերազմի մաս եք դառնում ձեր ատելությունից, ձեր շարանելու այդ մաղձից ուղակի ելնելով։ Չի կարելի այդպիսի բաներ անել։ Շատ ավելի որոշակի էր, քար մինչև այդ ընդհանրապես ժամկետ չեն ասում, ասում են դե հենց որ պատրաստ լինենք կդիմենք, բայց հիմա արդեն ասում են, որ անկախ նրանից պատրաստ լինենք չլինենք, փաստորեն կամ այս տարի արդեն, որտեղ Deutsche Welle թղթակից հարցնում է, ես լսել եմ մյուս տարի դիմելու եք, ինքը ասում է կարող է այս տարի դիմենք, այսինքն ես կարծեմ էլի ասել եմ, որ երկու տարբերակ կա, կամ միջև ընտրությունները իրենք նախընտրական ծրագրի մեջ են մտցնելու դա, կամ իրոք դիմելու են։ Հա, երրորդ տարբերակը որ ընտրություններից հետո 3 տարբերակ համարենք։ Ասենք կամ դիմում են միջև ընտրությունները, Եվրոմիության հայտ են ներկայացնում որ անդամակցության, կամ նախընտրական ծրագրում մտցնում են այդ հայտի գաղափարը, որպեսզի ժողովուրդը իրենց քվեն տալով նաև այդ գաղափարին հավանություն տա եւ մանդատ տա ըստեյության հայտ ներկայացնելու, որ ավելի ուժեղ կլինի։ Կամ ուրեմն, այո, եթե ծրագիրը ներկայացնում են, ինքնիստինքյա արդեն ընտրություններից հետո արդեն հայտը ներկայացնում են։ Էլի եկավ երկու տարբերակ փաստորեն։ Այո։ Երկու, որտեվ երրորդ տարբերակը առաջինի շարունակությունն է ըստեյության։ Իսկ պատրաստ է Հայաստանը մենք դրանից առաջ միշտ խոսում էինք, որ տնային աշխատանք ունենք անելու, ոչ ամեն ինչն է համապատասխանեցված։ Անպատրաստ, այսպես անպատրաստ։ Ամենայն անկեղծությամբ ես լինելով Եվրամիության անդամակցության ջատագով զուտ սեպայի նույնիսկ կատարողականը մենք հələ չունենք, հիմա օնլայնված տարբերակ ենք սեպայի համաձայնացրել, որ դեռ չի էլ կնքվում դա, բայց տարբերակներ կա, ասենք պարտադիր չի նու այն ձևով դու դիմես հայտը ներկայացնես, ոնց որ Ուկրաինան, Մոլդովան եւ բանն են արել, հա, Վրաստանն են արել ժամանակին։ Շատ հարցերում մենք նույնիսկ ավելի առաջ ենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, առնվազն Մոլդովայից եւ Ուկրաինայից առաջ ենք։ Բանի ազատ մամուլի, ազատ խոսքի հարցում, ժողովրդավարության հարցում այդ 3-ից էլ առաջ ենք, բայց այնտեղ Եվրոմիությունը, քանի որ ամեն դեպքում նախ եւ առաջ տնտեսական ինքը միավորում է,
Չնայած հիմա կամաց-կամաց նաև պաշտպանական է դառնում եւ անվտանգային է դառնում, հատուկ նույնիսկ դիրեկտորատ ավելացրեցին պաշտպանության եւ անվտանգության հարցերով։ Ես Ռուսաստանի թեմայի շուրջ, չէ՞։ Հա, որտեղ արդեն խնդիր ունեն իրանք էլ ռազմականանալու եւ դա լավ է մեր համար, բայց ամեն դեպքում քանի որ հիմքը տնտեսականն է եւ իրենց հիմնադիր բոլոր փաստաթղթերի առանցքը տնտեսականն է, մենք մեր տնտեսական չափանիշներով դեռ պատրաստ չենք, բայց եթե դիմեն էլ ես միայն ուրախ կլինեմ։ Ինչի համար եմ դա ասում, որովհետև երբ որ դու նույնիսկ պատրաստ չլինելով դիմում ես, դու ուզես արդեն պետքա արագացնես այդ աշխատանքը։ Պարզապես մենք հիշում ենք, որ հունիսին է ընտրությունները, հիշում ենք մայիս ունենք, մայիսին մեծ միջոցառում է այստեղ միջազգային եվրոպական, ճիշտ է։ Գուցե հենց մինչև հունիսը, այսինքն անգամ ոչ ամբողջ մյուս տարի։ Շատ հնարավոր է եվրոպական համայնքի նիստը նկատի ունեք Եվ այն որ հիմա գնում է դիվերսիֆիկացիա մեր ապրանքային մուտքերի, ես կարող եմ կռահել, որ նաև դրա համար է արվում, որ եթե դու հայտ ներկայացնես Եվրամիության եւ ստիպած լինես անմիջապես դրանից հետո ԵԱՏՄ-ից դուրս գալ, ես միշտ ինչ էի ասում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը մենք պետք է որոշենք, որ այնպես դուրս գանք, որ նվազագույն կորուստներով լինի։ Այսինքն նենց գցենք բռնենք, որ այս պահին Եվրամիություն մտնելը, նու հայտը ներկայացնելը եւ բնականաբար մաքսային միասնական գոտի մտնելը, իսկ դա պետքա նախորդի Եվրամիության անդամակցությանը։ Դու պետքա դեռ այդ փորձաշրջանը ամեն դեպքում ասնես, ուզում հայտ ներկայացնես, ուզում չներկայացնես։ Դու ասոցիացիան համաձայնագրի եւ DCFTA մակարդակի բան պետք է, այսինքն միասնական մաքսային գոտի պետքա մտնես, մի հատ ապրանքներդ համապատասխանացնես, ստանդարտիզացիա անես, ներդրումներ անեն իրենք այդ հարցում եւ այլն, ոնց որ այն երեք երկրներում են անելու, որ գազ պատրաստ դառնաս տեխնացու դառնաս, հետո նոր տեսեք ինչ երկար ճանապարհ է, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով կարող է եւ քեզ ստիպեն ռուսները, ասեն դե որ գնում ես ընդ դուրս արի, որ ճնշում գործադրեն դրա համար։ Իսկ եթե ճնշում գործադրեն, դու պետք է այլընտրանքներ ունենաս, այդ թվում ցորենի, որ Վարտանիկը ինչ էր ասում, սովից կմեռնեք, որ հանգած գնանք դեպի Եվրոպա, ռուսները ցորենես կկտրեն, չէ՞, նա բարձվում է, ուզում է կտրեն, ուզում է չկտրեն, կտրեն է Ղազախստանից կառնենք, Ուկրաինայից էլ հնարավոր է առնել, ճիշտ ավելի բարդ է։ Այդ որ ասում են հիմա ինչի՞ չեք Ուկրաինայից առնում, կներեք, ինքը ավելի թանկ է, ավելի լոգիստիկ շղթաներ դեռ պատրաստ չեն, իսկ այդպես երկաթգիծը ուղիղ կա, այնտեղ բեռնում են, գալիս է, հասնում է Երևան։ Այսինքն համարում եք այս ղազախական ցորենի Ադրբեջանով մուտքը, սա այդ պլանի Նաև, այո, այլընտրանքային ուղիներ գտնելու եւ Ռուսաստանին հասկացնելու, որ այդ ճնշումը մեր դեմ կոնտրպրոդուկտիվ, այսինքն արդյունավետ չի լինելու, ավելի լավ է ճնշում չգործադրես, ավելի լավ է նորմալ հարաբերություններ տնտեսական պահպանենք, ոնց որ Վրաստանի հետ էս պահպանել, անկախ նրանից, որ Վրաստանը ԵԱՏՄ-ի անդամ չի, երիկ չի, Եվրոմիության տեխնացու երկիր է։ Այդ ոնց է Վրաստանին չես ճնշում դրա համար, բայց մենք որ ուզում ենք դառնանք Եվրոմիության անդամ, հասկացնում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս կգաս, էլ չեմ ասում, նաև ապրանքային ճնշումներ կարող անեն, բայց որpիսի այդպիսի գայթակղություն Ռուսաստանում չլինի, դուք իրան ցույց տաս, որ ես այլընտրանքներ ունեմ։